Տեր Եսայի Քահանա Արտենյանը խոսելով աղանդների դրանց վնասակար դերի մասին նշել է, որ այսօր առաջնային խնդիրը այդ մարդկանց այսպես ասած դարձի բերելն է։ Ըստ նրա շատերը կրոնական անկեղծ փնտրտուքների ճանապարհին են հայտնվում տարբեր աղանդավորական շարժումների եւ կազմակերպությունների մեջ։ Տեր Եսայի Քահանա Արտենյանը կարծում է, որ աղանդների ազդեցությունը կործանարար է։ Մարդու հոգեվոր կյանքն է քայքայվում, մարդու հոգեվոր առողջությունն է վտանգված եւ որից բնականաբար բխում են մյուս բոլոր հետևանքներն ու բացասական երևույթները։ Աղանդավորական շարժումներն ու կազմակերպությունները վտանգավոր են եւ անհատական մակարդակով եւ ողջ հասարակության, նշել է հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինեն Ալչաջյանը։ Վերջինիս կարծիքով աղանդների իրականացրած գործառույթները չեն սահմանափակվում միայն կրոնականով, դրանք ընդգրկում են նաեւ քաղաքական, սոցիալական եւ այլ ոլորտներ։ Ամբողջ աշխարհում հայտնի են նկարագրված են, օրինակ ասենք, բուժական այդպես գործունեություն ծավալող աղանդները, զուտ կոմերցիոն գործունեություն, քաղաքական գործունեություն ծավալող աղանդները, այսինքն գուցե առավելապես կրոնական քողի տակ են հանդես գալիս, բայց այնուամենայնիվ սխալ կլիներ միայն այդ գործոնը հաշվի առնել։ Հայաստանում գոյություն ունեցող աղանդավորների թվին անդրադառնալով Քահանա Արտենյանը բերել է ոչ պաշտոնական տվյալներ, ընդգծելով դրա հստակությունն ու աղանդավորական մի շարք կազմակերպությունների թվային տվյալների մասին անհամաձայնությունները։ Եթե մենք պարզ այսպես վերլուծություն անենք, մոտավորապես աղանդներ նկատի ունեմ, մոտավորապես 100 հազարի չափով։ Նշվում է, որ 350,000 Հայաստանում կա ոչ առաքելական դավանանք կրող մարդիկ, որոնց մեջ մտնում են հայ կաթոլիկները, որոնք բնականաբար աղանդավորին ոչ մի կապ չունեն։ Հիշեցնենք, որ կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ գլխի հոդված 23-ում մասնավորապես նշվում է. յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունք, կրոնի եւ համոզմունքների արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով։ Նունե Գրիգորյան, Տիգրան Գասապյան, Գալանյուս։